իմ համար շատ մեծ բան էր հայտնաբերում էր, որ ես գնացի եւ գտա այդ բոլոր փաստաթղթերը, այդ Ֆարայի այդ բանը տվյալների բազայից գտա դա եւ տեսա թե ինչ հսկայական քանակով գումարներ է ստացել ինքը տասնամյակ շարունակ մինչեւ վերջին տվյալները Ֆարայում 2023 թվականին էին, որը ինձ շատ անհանգստություն պատճառեց եւ ես տեսա, որ ինքը ավելին է անում Թուրքիայի համար եւ այնտեղ փաստաթղթեր կային, որտեղ իրեն գումարներ են փոխանցվել, օրինակ Սերդար Քլիչի ստորագրությամբ, որը հատուկ բանագնացն է, չէ, Հայաստանի հետ կապված գործերով, եւ այս մարդը շատ սերտ կապեր ունի Թուրքիայի կառավարության հետ, եւ դրան գումարվեց այն հանգամանքը, որ ինքը ունի այսպիսի մի առցանց podcast հաղորդում ունի, որտեղ ինքը մի հարթակ է ստեղծել, հրավիրում է պաշտոնաթող կամ դիվանագետների, թուրք դիվանագետների, որոնց տրամադրում է այդ լսարանը, այդ հարթակը, որտեղ իրենք ուղղակի զբաղվում են հայոց ցեղասպանության ժխտողականության այդ նարատիվների տարածմամբ